Արդեն 8-րդ օրն է Սողանքի գոտում շարունակվում են որոնողական աշխատանքները։ Այսօր հայտնաբերվել են Սորսումատյան եղբայրների դիերը, 3 հոգի համարվում են անհետ կորած։ Եղբայրների Mercedes C220 մակնիշի մեքենան փրկարարները գտել են 20 մետր խորությամբ հողազանգվածի տակից։ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն ասում է, որ ոստիկանության աշխատակիցների հետ նախապես հատուկ սխեմա են գծել, պարզելու համար մեքենաների մոտավոր տեղը։ Սողանքից հետո անցած 8 օրերի ընթացքում ուղղաթիռի, քարշակի եւ երկաթուղային կռունկի օգնությամբ դուրս են բերել 25 մեքենա։ Հիմա ոստիկանության հետ ենք աշխատում, ոստիկանները փորձում են բարձել եւ բացատրություններով եւ զրուցելով մարդկանց հետ վերջի անգամ ում է տեսել։ Գուցե այդպես կարողանանք, բացի անհետ 3 կորածներից նաեւ մենք ունենք այսօր 3 մեքենաներ, որը դեռ փնտրում ենք։ 101 է տեղի մեքենա է, մեկը Mitsubishi մեքենա է եւ մյուսը Opel։ Արմեն եւ Մեխակ Սորսումատյանների մարմինները հարազատներին չեն հանձնել, դիերը գտնվում են Նոյեմբերյանի դիահերձարանում։ Լոռու եւ Տավուշի մարզային դատական բժշկության բաժնի վարիչ Վարուժան Սաքանյանն ասում է, որ դիակների վրա բազմաթիվ վնասվածքներ կան։ Բազմաթիվ տրավմաներ, երկրորդ դիակը դեռ փորձաքննությունը չի սկսվել։ Այս մահվան պատճառը կորոշ համապատասխան հետազոտություններից հետո։ Մեխանիկական տրավմաներ նեղած են, ահավոր նեղած վիճակում են դիակները գտնվում։ Այդ իսկ պատճառով ես չգիտեմ թե ով ասել, որ տուն տանել չի կարելի, ուղղակի հաչոտի համար ցանկալի չի բացել բաց վիճակով դիակները տանել, թե չէ։ Որևէ խնդիր չկա։ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հավաստմամբ անհետ կորածների թվի մեծ լինելը քիչ հավանական է, որովհետև տվյալներն անընդհատ ճշտվում են։ Ընդհանուր առմամբ, ինչպես դուք գիտեք, ճգնաժամային կառավարման կենտրոնում արտակարգ իրավիճակների նախարարության այնտեղ մարդիկ նստած եւ զանգերը գալիս են, եթե լինեին մարդիկ անհետ կորած, պետք է զանգեին, ասեին, այս ինֆորմացիան եւ թվերը, որ ասում է, դա միայն ճգնաժամային կառավարման կենտրոնի ինֆորմացիան է, բայց ես մի 90% կարող եմ հայտարարել, որ դա այդ 5-ն էին, որտեղ 5-ի վերաբերյալ մենք ունենք ինֆորմացիա, որ հարազատները խոսել են։ Նախարարն ասում է, որ Սողանքը դեռևս ակտիվ է, սեյսմոլոգներն այն որակել են որպես շատ վտանգավոր։ Ամեն օր Սողանքի գոտում 150-ից 200 փրկարարներ են աշխատում։ Տաթևիկ Ճուղուրյան, Արմեն Հովսեփյան, լուրեր։